Արև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Թուրքիա այցի ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնք սակայն ստվերվեցին Հայաստանում տիրող նախընտրական աժիոտաժի մեջ։ Ընդամենը վերջերս Ադրբեջանին Հայաստանի խաղաղության երաշխավոր համարող Սիմոնյանը Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դժգոհել է Ադրբեջանից, ընդգծել, որ փաստորեն մեր երաշխավորը տորպեդահարում է հայ-թուրքական հարաբերությունները, խոչընդոտում է սահմանի բացմանը, ասել է, թե Հայաստանը պահում է շրջափակման մեջ։ Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու հայ-թուրքական սահմանը չի բացվում։ Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ են սպասում։ Սկզբում ասում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացի։ Այնուհետև հայտարարեցին, որ ԼՂ հարցը լուծված է, դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը, մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք, դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության։ Հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց միևնույնն է, գործընթացը չավարտվեց, ասել է Սիմոնյանը, ըստ էության խոստով անելով, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը ձախողվել է, իրենց հաշվարկները սխալ են դուրս եկել եւ զիջումների քաղաքականությունն իրեն չի արդարացնում։ Ճիշտ է, հակառակը մեր թշնամիների ախորժակը գնալով բացվում է։ Երբ տեսնում են, թե ինչ կաղմամորթ իշխանություն է ղեկավարում Հայաստանը, Սիմոնյանն նաև անդրադարձել է Ադրբեջանի դերակատարմանը հարաբերությունների հաստատման գործընթացում։ Ադրբեջանը իր լոբինգի եւ ազդեցության միջոցով կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից էլ թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին, փակագծեր է բացել Ալեն Սիմոնյանը։ Գիտեք, Ալեն Սիմոնյանը ոչ թե բացահայտումներ է արել, դա իրականությունն է, որի մասին անընդհատ խոսում են վերլուծաբաններ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ եւ այս ամբողջ ընթացքում, նորանկախ Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում Ադրբեջանը դերակատարում է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների հարցում եւ այդ սահմանն է փակվել Ադրբեջանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով Թուրքերն են փակել, նկատենք։ Եվ տարբեր գործընթացներ են տեղի ունեցել, տապալվել է ֆուտբոլային դիվանագիտությունը էլի Ադրբեջանի պահանջով, ըստ էության, վստահ չեմ, որ Թուրքիան շատ այդպես ուզում էր Հայաստանի հետ խաղաղություն հաստատել եւ Ադրբեջանը շատ խիստ պահանջեց։ Բայց այնուամենայնիվ, տեսեք, Ալեն Սիմոնյանը բացում է պատկերը, բայց մարդը դեռ չի հասկացել ինչի հետ գործ ունի։ Այսինքն պետական բարձր պաշտոն է զբաղեցնում, խորհրդարանի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում, բայց չի հասկացել, թե ինչ է նշանակում, երբ սկզբում ասել են Արցախից հրաժարվեք, սահմանը կբացվի, հարաբերությունները կկարգավորվեն, հրաժարվել են, հանձնել են, հայաթափել են, էլի չի բացվել։ Հիմա չի հասկանում, թե հաջորդ պահանջը կատարելուց հետո ինչու չի բացվում խաղաղության հետ փաստաթղթի նախապատրաստումը։ Եթե այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի էլ, դա սահմանը ըստ էության կարող է չբացվել, ինչու, որովհետև Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակը Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ խաղաղ ապրելը չէ։ Սրանք ցեղասպանությունից էլ կհրաժարվեն, սահմանը չի բացվի։ Սահմանը կբացվի, ենթադրում եմ մի պարագայում, երբ Թուրքիան վստահ լինի, որ Հայաստանը այլևս իջել է այն կարգավիճակի, ինչ կարգավիճակ ունի, ասենք իր մոտ Դիարբեքիրի մարզը, չգիտեմ, Շիրնախը կամ Ստամբուլը մի քիչ ավելի բարձր կարգավիճակ երևի կունենա, այսինքն այս քրդաբնակ շրջանները, հենց այդ կարգավիճակին հասնի Հայաստանը եւ Թուրքիայի ազդեցությունը այնքան մեծ լինի, ինչքան ասենք իր տարածքում գտնվող Դիարբեքիրի, Տիգրանակերտի վրա կամ Վանի Բիթլիսի վրա, այդ ժամանակ ինքը սահմանը կբացի Հայաստանը համարելով արդեն իր ներքին խնդիր։ Ալեն Սիմոնյանը սա իհարկե չի հասկանա, բայց միևնույն ժամանակ կպնդեն, թե Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Իրենք նաև չեն հասկանում կամ ձև են տալիս, թե չեն հասկանում ավելի շուտ, թե ինչու է Ադրբեջանը տորպեդահարում այդ հարաբերությունները։ Ադրբեջանը հասկանում է, որ եթե բացվում է Թուրքիայի սահմանը, Հայաստանը կարող է որոշակի դիվիդենդներ ստանալ, եթե ողնաշարով իշխանություն լինի, ոչ թե այսպես անձնատուր հանձնվի Ադրբեջանին եւ դառնա այնպիսի մի միավոր, ինչպիսին Դիարբեքիրն է Թուրքիայի տարածքում,
ապա Հայաստանի տնտեսությունը կարող է օգուտներ ստանալ։ Ադրբեջանը չի ուզում Հայաստանի տնտեսությունը օգուտներ ստանա։ Ինչու՞, որովհետև Ադրբեջանը ուզում է դեռ մտքին կա Հայաստանի դեմ գործողություններ անելու։ Որովհետև այլ պատճառ չի կարող ունենալ։ Մյուս կողմից Թուրքիայի հետ սահմանը փակ պահել պահանջող Ադրբեջանը Հայաստանի հետ իբր սահման է բացել երկաթուղով անասնակեր են բերում, որից Գևորգ Պապյանը օգտվել էր, ինչպես ինքն էր պնդում, հա, անասնակեր ցորեն էին բերել, եթե հիշում եք։ Բենզին են բերում, սա էլ ինչի մասին է վկայում, որովհետև եթե Ադրբեջանը իր սահմանը, իր երկաթգիծը Հայաստանի համար երկարաժամկետ առումով բացող էր, ապա չէր խոչընդոտի Թուրքիայի սահմանի բացմանը։ Մի կողմից Թուրքիայի սահմանի բացմանը խոչընդոտում է, որպեսզի Հայաստանը երկարաժամկետ օգուտներ չստանա, մյուս կողմից իր սահմանը, իր երկաթգիծը քարոզչական առումով բացում է Նիկոլ Փաշինյանի համար, Հայաստանի համար, որպեսզի օգնի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի օգնի Փաշինյանին համոզելու հայաստանցիներին, որ խաղաղություն է եկել, այնինչ խաղաղությունը չի եկել եւ այս տեմպով գնալու պարագայում չի էլ գալու։ Հրապարակ թերթը գրում է 44-օրյա պատերազմում անհայտ կորածների հարազատները դիմել են ընդդիմադիրներին ԱԺ-ում լսումներ կազմակերպելու խնդրանքով, որ պահանջեն պատկան մարմիններից հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը։ Եվ քանի որ երկու խմբակցությունն էլ սպառել են ԱԺ կանոնակարգով 1 կիսամյակում 1 անգամ լսումներ հրավիրելու իրավունքը, եւ դա կարող են անել մշտական հանձնաժողովը, ապա կազմակերպչական հարցերն իր վրա է վերցրել պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը։ Սակայն 3 խորհրդարանը մերժել է նրա հայտը։ ԱԺ-նիստերի դահլիճում լսումներ անցկացնելու մասին առաջարկել է ավելի փոքր 334-րդ սենյակը։ Թե ինչու են մերժել 3 ԱԺ աշխատակազմից չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։ Տեղեկացանք նաև, որ պաշտոնատար անձին գլխավոր դատախազ ՔԿ ղեկավար եւ այլք մերժել են լսումներին մասնակցելու հրավերը, այլևս ասելիք չունեն այս մարդկանց։ Իշխանությունն էլ խուսափում է նախընտրական շրջանում քննարկել պատերազմի թեման։ Հրապարակ թերթը գրում է, ինչպես տեղեկացրել էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը տեղ չզբաղեցրեց Արման Թաթոյանի Միասնության թևեր կուսակցության ցուցակում։ Դեռ շաբաթներ առաջ գրել էին, որ Փարսյանը մտերիմների մոտ անկեղծացել է, թե չի ցանկանում իշխանության հարվածի տակ ընկնել, առանց այն էլ իր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա, ուստի կգործի տակից։ Փարսյանը, հիշեցնենք, Շանթ Հարությունյանի Շանթ դաշինքի ցուցակով է համայնքապետ ընտրվել, իսկ Շանթի կուսակցությունը Թաթոյանի հետ դաշինքով է մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին, բայց Կապանի փոխքաղաքապետ Գոր Թադևոսյանը ցուցակի 10-րդ հորիզոնականում է։ Այստեղ նաև Գորիսի ավականու ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Կարեն Լազարյանը, որը Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրենն էր, որին ազատեցին աշխատանքից քոլեջների միավորման արդյունքում, իսկ հայրը Սյունյաց Երկիր թերթի խմբագիրն է Սամվել Ալեքսանյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ֆինանսների նախարարությունը 2026 թվականին մի քանի գնում է իրականացրել, որոնք վերաբերում են ոչ թե ֆինանսական քաղաքականությանը, այլ ինտերիերին։ Օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա ապրիլի 6-ին Սարգսյան Արման Գառնիկի ԱԶ-ից գնվել է վարագույր 1.573.000 դրամի։ Ապրիլի 10-ին Ստարմալե ՍՊ-ից 840.000 դրամի վարագույր, մարտի 26-ին Օհանյան Տիգրան ԱԶ-ից մոտ 1.400.000 դրամի ծաղկամաններ, ընդհանուր շուրջ 3.800.000 դրամ կարճ ժամանակահատվածում։ Փաստաթղթերում նշվում է, որ նախարարությունը վերանորոգել է եւ 3D դիզայնով նոր սրահներ է կահավորել։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, եկեղեցու դեմ արշավում կարծես time out է վերցրել մինչև ընտրությունների ավարտը, սակայն մեր տեղեկություններով եկեղեցին քանդելու ծրագիրն անշեղորեն առաջ է տանում։ Կառավարական աղբյուրներից տեղեկացանք, որ հաջորդ քայլը լինելու է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ֆինանսական հիմքերին հարվածելը, եւ դա անելու են ոչ թե Հայաստանի տարածքում, այլ արտերկրում։ Ուզում են աշխարհով մեկ սփռված թեմերին պատկանող մոտ 600 անշարժ գույքի տարբեր օբյեկտների, եկեղեցական իրերի արտադրությունների, բարեգործական հիմնադրամների եւ հաշիվների դեմ իրավական գործընթացներ սկսել։
Այդ նպատակի համար որոշել են օգտագործել Սփյուռքում ապրող իրենց հավատարիմ մարդկանց։ Այժմ տեղեկատվություն հավաքելու փուլն է։ Տարբեր երկրների իրավապահների աջակցությամբ ապացույցներ են հավաքում այդ գույքի եւ ընկերությունների ծագման անօրինականության վերաբերյալ, ճակերտների մեջ անօրինականության։ Փորձելու են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող հայերի միջոցով ներողություն, քրեական վարույթ հարուցել, խաղայցեր տանել, դատարաններ։ Հրապարակ թերթը գրում է. ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի դոկ կուսակցությունը եւ ՌԴ-ում ապաստանած պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի համահայկական ճակատը միասնական ցուցակով կմասնակցեն ընտրություններին։ Նրանք ապրիլի 18-ին Մարիոթում համատեղ համագումար են արել եւ համաձայնության փաստաթուղթ ստորագրել, համաձայն որի Կարապետյանի թիմակիցները դոկի ցուցակով կմասնակցեն ընտրություններին։ Թե ով կգլխավորի ցուցակը ամենակարևոր հարցն է, քանի որ ոչ Վարդան Ղուկասյանը, ոչ էլ Արշակ Կարապետյանը իրավունք չունեն ցուցակում լինելու եւ չնայած համագումարին հայտարարել են, որ Վարդան Ղուկասյանն է առաջնորդելու ցուցակը, սակայն համահայկական ճակատ կուսակցության փոխնախագահ Արսեն Վարդանյանը երեկ մեզ ասաց, որ դա հնարավոր չէ։ Գիտեք, 1 տարի, 2 տարի առաջ երբ ասում ենք, որ սա ծիծաղելի քաղաքական միավոր է եւ որևէ տեղ չտանող քաղաքական միավոր է, մեր հայրենակիցներից ոմանք հավատում էին, թե Վարդան Ղուկասյանը դոգը կարող է գալ եւ իրենց ազատագրել Նիկոլ Փաշինյանից, այնինչ Վարդան Ղուկասյանը հիմա ամերիկյան բանտից չի կարող ինքն իրեն ազատել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ինչպես հայտնի է մարտի 28-ին Ծաղկազարդի օրը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո պաշտոնից ազատվեցին Երևան քաղաքի կենտրոն եւ Նոր Քմարաճ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի պետ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը եւ քննիչ Հակոբ Կոխյանը։ Արմլուրեմը հայտնել էր, որ Դավիթ Կիրակոսյանը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի քրոջ որդին է։ Աղմկահարույց դեպքով քննիչները այցելել էին երիտասարդի բնակարան իրականացնելու քննչական գործողություններ եւ խուզարկություն։ Իհարկե նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէին հայտնաբերել։ Դատելով իրավիճակից պաշտոնյաների ազատումից գործը դատարան ուղարկելուց հետո կենտրոնի քննչականում կրքերը կհանդարտվեն, սակայն իրավիճակը ավելի է բարդացել։ Օրաթերթի հավաստի տեղեկություններով քննչական կոմիտեն ներքին անվտանգությունը մտել է կենտրոն քննչական 2-րդ բաժին, սկսվել են քննիչների տեղափոխման գործընթաց։ Քննիչներից շատերը չգիտեն, թե ուր կտեղափոխեն իրենց եւ արկախված վիճակում աշխատում են։ Ներկայացնենք մի հոդված Պոլիտիկայից եւ ամփոփենք այսօրվա եթերը, ուրեմն իրենց ընդդիմադիր տարիներին փաբերում պարտքով գարեջուր խմող ԿՊԱ-ականների իշխանության գալուց հետո հարստացել են, տներ են ձեռք բերում, թանկարժեք մեքենաներ վարում, արժեքային համակարգով այս մարդիկ ոչնչով չեն տարբերվում իրենց կողմից իբրև մերժված նախորդներից, այս մարդկանց երազանքը կարծես մեկն էր գալ իշխանության եւ ՀՀԿ-ի փոխարեն իրենք վայելեն իշխանական հաճույքները։ Օրերս օգտատերերից մեկը նկատել էր, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը կրում է Զիլի բրենդի կոկորդիլոսի կաշվից կարված բաճկոն, որի արժեքը տատանվում է 10-ից 12,000 դոլարի սահմաններում։ Արմեն Փամբուխչյանի հետ փորձեցին կապ հաստատել, պարզելու արդյոք բաճկոնը օրիգինալ է, թե գուցե այն գնել է փեթակից, բայց վրան Զիլի բրենդի լոգոն է։ Այս դեպքում էլ հարց կարող է առաջանալ, ինչու է պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը կեղծված բրենդ կրում, չէ որ բրենդների կեղծումը օրենքի խախտում է։ Փամբուխչյանի հետ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց։ Ինչու ենք սա ասում, որովհետև այս ընթացքում իշխանական տարբեր գործիչներ բացահայտվել են գերթանկարժեք հագուստներ կրելիս, հետո երբ այդ բացահայտումը տեղի ունեցել, ասել են փեթակից են գնել, անցումի տակից, սուրմալուից, Ֆիրդուսնոցը փակա, թե չեք ասեին Ֆիրդուսնոցից են գնել, հա, այսինքն այս մարդկանց անդադ փորձում են ներկայացնել, թե կեղծված բրենդներ են կրում, չնայած դա էլ օրենքի խախտում է, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օրենքների խախտում է եւ գոնե պետական պաշտոնյաները պիտի հակաօրինական ճանապարհով կեղծված բրենդների հագուստներ չկրեին, ինչեւ է սպասենք Արմեն Փամբուխչյանի հրապարակային արձագանքին, տեսնենք թե որտեղից է գնել Զիլի բրենդի կամ բրենդին նմանված հագուստը։ Կհանդիպենք վաղուց, տեսություն։